ձեզ հետ է դպրոց պարտեզի 3-1 դասարանի սովորողները։ Ես Մանեն եմ։ Իսկ ես Հրաչյան։ Մենք արդեն ռադիո ունենք։ Ինչպես գիտեք, մենք շատ ակտիվ դասարանի բլոգ ունենք, իսկ հիմա որոշել ենք ռադիո ունենանք։ Ու քանի որ կրթահամարի մենք հայտնի ենք, որպես հայտնի հարցասերներ։ Մենք որոշել ենք մեր ռադիոյը դնել հարցասերների ռադիո։ Ես Վիկան եմ։ Իսկ ես Սուսին։ Քանի որ վաստացորեր են կրթահամարելու։ Այսօրվա մեր ռադիոյի թողարկումը նվիրվում է կրթահամարին։ Մարե, ես գիտեմ, որ դու Տիարբլյանի նամակ էի գրել, կպատմես այդ նամակի մասին։ Այո, Հրաչ, ես գրել եմ Տիարբլյանի նամակներ և նկարել եմ, ես նկարել եմ Տիարբլյանին սիրուն հագուստով, իր ձեռքին գդալ և սեղան եմ նկարել, սեղանի վրա շատ մեծ ավան և մեջ շատ հարիսա և իր կողքին և Տիարբլյանի կողքին ինձ եմ նկարել, մենք Տիարբլյանը ուտում է հարիսան, իսկ ես նույնպես ուտում եմ։ Մանե, իսկ ինչու հենց հարիսա նկարեցիր։ Դե որովհետև Հրաչ, դու գիտես, որ մենք թթու ենք դրել, թթուի հետ հարիսան շատ համեղ է, ես նկարել եմ այնպես, դե որովհետև հիմա արդեն Սեբաստացու օրեր են, և ես նկարել եմ հարիսա ուտելուց, որովհետև մենք հարիսա ենք ուտելու, ես մի քիչ ուղղակի ժամանակն եմ արագացրել, որտեղ մենք արդեն մինչև այդ հարիսան էպսի, թթուն լավ թթվի, արդեն այդ նամակների օրերը կանցնի, ես այդ չեմ հասցնի նկարել դրա համար, ժամանակ արցել եմ և հարիսայով եմ նկարել։ Ման, Տիարբլյանը քո հարցերին պատասխանեց։ Այո, պատասխանեց, ես կարդացի, բայց եթե ճիշտն ասեմ, Տիարբլյանը այնպիսի բառեր էր գրել, որ շատ երկար էր, համեն շատ տարօրինակ։ Ինչո՞վ են տարօրինակ այդ հարցերը։ Դե տարօրինակ է նրանով, որ շատ երկար են ու բառերը այնպիսին են, որ ես նույնիսկ չհասկացա իրանց իմաստը։ Իսկ քո հարցերները պատասխանել Տիարբլյանը։ Տիարբլյան հարցրել է, որ ինչու ենք կենդանիներ պահում դպրոցում։ Նա պատասխանեց, որ կենդանիները մեր ընկերներն են, նրանց պետք է խնամենք։ Ես համաձայն եմ Տիարբլյանի հետ և ուրախ եմ, որ ջիարսավարան է բացվելու։ Վահե քո հարցերները Տիարբլյանը պատասխանել։ Այո, իմ հարցերները պատասխանել, բայց ես նրան ևս մի բան եմ գրել։ Գրել եմ այն, որ ինչ որ գրել է, ես գրել եմ շնորհակալություն, շատ հետաքրքիր բան է իմ հարցին պատասխանել։ Վահա, քո հարցին պատասխանել է Տիարբլյանը։ Այո, ես շատ ուրախ եմ, որ մենք նոր լողավազան ենք բացելու։ Մենք փոքր լողավազանում արդեն շատ լավ լողում ենք ու լավ կլինի, որ ավելի մեծ լողավազանում արդեն լողանանք։ Հրաչ, քո հարցերին պատասխանել է Տիարբլյանը։ Այո, իմ հարցերին պատասխանել եմ։ Ես դրան հարցրել եմ, թե ինչի են մեր դպրոցում թխերով բարևում, իսկ նա ինձ պատասխանել է, որ Տիարբլյանը չէր սիրում, երբ որ այդ փողոցային ձևով են բարևում, սենց ձեռքերով իրար ստախմում են, սենց համբուրում էին իրար, դա չէր սիրում Տիարբլյանը, և նա դպրոցում նա ուրիշ է որոշեց, որ պետք է թխելով բարևենք, և այդպես էլ եղավ։ Մեր ռադիոյի թողարկումը այսօր ավարտված է։ Հիշեցնեմ, որ ձեր հետ ենք ես, Սուսին, Վիկան, Հրաչը և Մանեն։ Մյուս հարցերի հետ կարող եք ծանոթանալ Տիարբլյանի բլոգում։ Աշոտ Բլեյան կետ mskh.am եթե գրեք, բայց Աշոտ Բլեյանը փոքր է տառով և կպած և եթե ընթրտակ կբացի իրա բլոգը։
Իսկ եթե հանկարծ չգտնեք, մտեք մեր դասարանի բլոգ, այնտեղ ֆուտուզմուճը ստարերը կան այսպիսի, բխմեք գրան և դուք կմտնեք Աշոտ Բլյանի բլոգը։ Հիշասը մեր դասարանի բլոգի հասցեն է կրծայ դպրոց.wordpress.com